Սիրելի հայրենակիցներ, մենք այսօր այստեղ ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանում տիրող իրավիճակի եւ միջազգային հանրության լուր համաձայնության։ Հայաստանի Հանրապետությունում այլևս ազատ խոսքը քրեականացված է։ Հայաստանի Հանրապետությունում այլևս այն մարդիկ, որոնք որ դեմ են իշխանություններին, հայտնվում են անազատության մեջ։ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավը արդեն տևական ժամանակ մեր 4 սրբազանների անազատության մեջ պահելը Բագրատ, Միքայել, Մկրտիչ, Արշակ սրբազանների եւ այնուհետեւ քրեական գործ հարուցելով 6 այլ սրբազանների դրանից առաջ էլ այն արշավը, որ կազմակերպել էր իշխանությունը տարիներ շարունակ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, հիմա այստեղ մենք մեր ոչն ենք ասում, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում եւ միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա այս ամեն ինչի վերաբերյալ։ Սիրելի հայրենակիցներ, անչափ կարևոր է հիշել բոլոր այն մարդկանց, որոնք որ հիմա ապօրինաբար պահվում են անազատության մեջ։ Դրանք լրագրողներ են, ընտրված համայնքապետեր են, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, 2 քաղաքապետեր, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, բոլոր այն մարդիկ, որոնք նույն նաև 60-ից ավել խաբարտարկյալներ կան, կներեք, որ բոլորի անունները չեն կարող հնչեցնել, բայց այս իրավիճակը չի կարող հանդուրժելի լինել եւ մեր կոչն է, որպեսզի երկակի ստանդարտներով չառաջնորդվեն, հստակ գնահատական տան այն իրավիճակին, որ տիրում է Հայաստանում, աչք չփակել, խուլ համը չձևանալ եւ դրանով իսկ չխրախուսել է իշխանություններին, որ էլ ավելի ռեպրեսիվ համակարգը շարունակի օգտագործել։ Նաև ուզում եմ 2 խոսք ասել Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության եւ պատանդառնված անձանց մասին։ Չի կարող մի մրցանակ շնորհել մի բռնապետի, որ թերության մեջ է պահում մեր հայրենակիցներին տևական ժամանակ, խոստանքելով տոտալ իրենց իրավունքները խախտելով եւ պատանդի կարգավիճակով պահելով բանտում, Բաքվի բանտում։ Եվ ուզում եմ վերջում մեկ անգամ եւս կոչ անել բոլոր այն կազմակերպություններին, պատկան մարմիններին, որոնք որ հիմա տարբեր երկրներում աչք են փակում Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, անհապաղ միջոցներ ձեռնարկել օր առաջ, ժամ առաջ, թե Հայաստանի բանտերում, թե Բաքվի բանտերում պահվող հայերին ազատ արձակելու վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Freedom! 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 Freedom!